Հարգելի հեռուստատողներ, հեռանկարի հյուրն այսօր միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը, մենք կփորձենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր քաղաքական իրադարձությունները։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Կարծում եմ կարևորներից մեկը թե արտաքին, թե ներքին քաղաքական իրադարձությունների մասով Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցն էր։ Առհասարակ ինչ կարծիք ունեք, ինչ կարևոր ուղերձներ, շեշտադրումներ այնտեղ կային։ Ես օրինակ ռուսական մամուլում, փորձագիտական նաև տիրույթում, շրջանակներում հանդիպել եմ այսպիսի ձևակերպում, թե Փաշինյանը ձեռնոց է նետում Պուտինին։ Տարակարծությունները ընդունել են, հասկանալի են, բայց ես չեմ կիսում նման կարծիքը, ես այլ ձևակերպում կտայի։ Միջպետական հարաբերությունում ինչ խոսք կա ճգնաժամ, կա լուրջ ջրբաժան եւ հասկանալի է, որ օրեցօր դա խորանում է։ Հետևաբար երկրի լիդերների գերխնդիրն է, ելնելով իհարկե ազգային ու պետական շահերից, հանուն իր ժողովրդի բարօրության խնդիրները մաքսիմալ արագ ժամկետներում, խելամիտ տարբերակով, ողջախոհության սահմաններում լուծել։ Տվյալ դեպքում զանգի բովանդակությունը վերաբերվում էր առևտրաշրջանառությանը, առավել եւս այս սեզոնային առևտրին, առավել եւս որ ԵԱՏՄ շրջանակներում որոշակի ուրեմն խոչընդոտներ են արհեստական եւ ոչ արհեստական ստեղծվել հասկանալի պատճառներով, այնտեղ խանդի տեսարաններ կա, ուլտիմատումային բառապաշար կա միջպետական հարաբերություններում, հետևաբար տուժում է հայ գյուղացին, հայ տնտեսվարողը, տուժում է ընդհանուր առևտրաշրջանառությունը, հետևաբար խնդիրը քանի որ առկա է, ես կարծում եմ, որ գործող իշխանություններն էլ իդեմս ղեկավար Փաշինյանի հասկանում են, որ օրեցօր լճացում է գնում, տնտեսական լճացում եւ կոլապս անգամ կարող է առաջանալ, առավել եւս օգոստոս-սեպտեմբեր ամիսների, նախաշեմին, հետևաբար խնդրի լուծման առարկան խոսել Կրեմլի հետ, փորձել ընդհանուր հայտարարի գալ, որովհետև ինչ խոսք, որքան էլ խոսում են արտաքին քաղաքական եւ տնտեսական դիվերսիֆիկացիայի մասին, այդուհանդերձ եկեք ընդունենք, որ դեռևս դա ժամանակատար process է, բավականին խրթին process է, դրա համար տարիներ են անհրաժեշտ, առավել եւս երբ որ խոսքը գնում է եվրոպական շուկան մուտք գործելու համար եւ լոգիստիկ խնդիրներ կան, տարանցելիության խնդիր կա եւ այլն, այստեղ հարցը հետեւյալն է, թե Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում ինչպիսի իրավիճակ հիմա ստեղծել, որբիսի գնանք նրան, որ չեզոքացնենք այդ արհեստական խնդիրներն ու ռիսկերը, որբիսի առևտրաշրջանությունը գոնե բերենք նախկին տեսքի, որբիսի հայ տնտեսվարողը չտուժի։ Զանգի բովանդակությունը ես կարծում եմ սլակները ուղղելն է այդ հարցում եւ մաքսիմալ խոսեց, չէ, Փաշինյանը կոշտ խոսեց, թույլ խոսեց, ինչպես խոսեց։ Հիմա կոշտ խոսեց, թե փափուկ խոսեց, դա հեռախոսի այն մի կողմում մենք չենք որ հստակ արձանագրենք, բայց կարելի է մեր կողմից կարելի է ենթադրություններ անել, որ եթե այսպես ասած soft power-ը, փափուկ ուժի կիրառումն է նաև երկուստ է գործում, այնտեղ կարող է եւ փոխադարձ մեղադրանքներ, տոնայնության բարձրացում էլ անգամ լինի, բայց փաստը այն է, որ ոնց որ ժամանակին օրեր առաջ Եկատերինբուրգյան հանդիպումների ժամանակ Միշուստինի հետ չստացվեց որոշակի հայտարարի գալ, ես կարծում եմ, որ Կրեմլի հետ այս պահին եւս հայտարարի չեն եկել եւ հիմնական բնույթը ու բովանդակությունը այն է, թե Հայաստանի առաջ ինչ խնդիր են դրել։ Ռուսական կողմը իրենց մասով ինչ ուլտիմատումային խոսույթով է հանդես գալիս։ Իսկ դա բոլորիս է արդեն հայտնի։ Խոսքը գնում է ԵԱՏՄ-ում մնալ չմնալու հարցը դրված է, որը որ հասկանալի պատճառներով, քանի որ նրանք որպես կառույց վերպետական չեն կարող իրավական որևէ լծակով Հայաստանին դուրս հանեն այդ կառույցից, ժամանակ են այսպես ասած տրամադրել հայտնի Ղազախստանյան հանդիպման ժամանակ, որ մինչև դեկտեմբեր Հայաստանը հասկանալի է, որ քաղաքական ճնշումների արդյունքում միակողմանի որոշման արդյունքում լքի կամ մնակառույցում հետևաբար նոր արդեն ըստ կանոնակարգի կառույցի ուրեմն առևտրաշրջանառությունը բենեն բնականon ունի։ Դե տեսեք ԵԱՏՄ-ի մասով է փաստորեն կոնկրետ խոսք կար, որը չգիտեմ բայց գոնե սկզբունքային էր, երբ նշվեց, որ ԵԱՏՄ-ն ինքը ճգնաժամի մեջ է եւ այդ ճգնաժամից Հայաստանը դուրս կգա, բայց ԵԱՏՄ-ն դա եւս քենապահությամբ եւ վրեժխնդրությամբ կընդունեն հասկանալի պատճառներով, երբ որ դու բարձրաձայնում ես, որ թերությունը եւ ընդհանրապես խնդրեմը ոչ թե մեր մոտ է, այլ ձեր մոտ է։
Այստեղ ուրիշ բան է սեփական ժողովրդին ինչպես հիմա կներկայացվի, թե խնդրեմը ինչ աստիճան խնդրեմ է ԵԱՏՄ որպես վերպեդագան կառույցի համար, ինչ խնդրեմ է դե կոնկրետ Հայաստանի Հանրապետության համար, որտեղ եկեք ընդունենք անկեղծ եւ շիդակ խոսենք, որ ինչքան էլ դա խնդրեմն է ԵԱՏՄ-ի, դա հետեւաբար այսպես տրամաբանորեն նաեւ Հայաստանի խնդիրն է։ Եվ Հայաստանը այստեղ տուժելու այդ չափաբաժինը պետք է հասկանանք ինչ դա վերահսկել է, թե վերահսկել է, կառավարել է, թե կառավարել է, ընդհանրապես այս տնտեսական կոլապսը, որ օրեցօր խորանում է, դա կառավարել է, ալտերնատիվ տարբերակներ ստեղծված են։ Մենք ունենք այն հնարավոր աղբյուրները, այև որ խոսում են արտաքին շուկայի մասին, այդ արտաքին շուկան գոնե մինիմալ պահանջները հայ գյուղացու, հայ տնտեսվարողի բավարարելու է, թե ոչ, որովհետև Այսինքն դուք այն տեսակետի կողմնակիցն եք, որ այս խնդրից ավելի շատ Հայաստանն է տուժելու, ես ունեմ մտահոգություն եւ Ռուսաստանը մասնավորապես։ Ընդհանրապես նման իրավիճակներում երկուստեք են տուժվում, չի կարող մեկը տուժի, մեկը շահի։ Բայց ռուս փորձագետները ասում են հայկական այդ շատ շքեղ, լավ, որակյալ ապրանքատեսակների բացակայությունը ռուսները չեն էլ զգա, որովհետեւ դա այնքան ծավալով փոխարինողներ կան, հա, այսինքն միջինասիական երկրները կարող են փոխարինել շատ դեպքերում նաև ինչ որտեղ խոսում է, որ Ադրբեջանը կարող է տարածաշրջանային երկրներից փոխարինել, բայց ծավալները իրոք քիչ է, այնպես չի, որ աստղաբաշխական թվերի մասին է խոսում, դրա համար եմ ասում, այստեղ առաջնահերթ մեր ազգային պետական շահերից է բխում, մեր հաշվարկներով դա մեզ ինչքան վնաս է տալիս եւ փորձենք այդ վնասները մաքսիմալ չեզոքացնենք, լիկվիդացնենք մեր իսկ համար, խնդիրը այստեղ է։ Ռուսաստանը կիրառում է տնտեսական սանկցիաներ, այս ձևակերպմանը համամիտ եք։ Չագերտավոր այո, բայց կա այդպիսի բան, նաև այն մասով, որ վերջին հայտարարությունների համատեքստում դա եւս այլ բնույթ ու բովանդակություն կստանա, ելի քենապահության, վրեժխնդրության ու խանդի տեսարաններով հանդերձ էսս համեմված։ Ինչի որովհետեւ Ռուսաստանի Դաշնությունը շատ ծանր է տանում, երբ որ Հայաստանի Հանրապետությունը ինքնակամ սեփական քայլերով իր արտաքին քաղաքականությունն ու տնտեսությունն է դիվերսիֆիկացնում, երբ որ ցույց է տալիս, որ կաշկանդված չէ ցանկացած ինչ-որ երկրի հետ ունենալ ռազմավարական դաշնակցային հարաբերություններ, տնտեսական համագործակցության եզրեր գտնել, բնականաբար դա սրերով է, այսպես ասած, դիմավորում Ռուսաստանի Դաշնությունը կամ այդ կախյալ վիճակը փորձում է պահպանվել, կամ մինիմում, այսպես ասեմ, իր ներգրավվածությունը, իր մասնակցությունը Հայաստանի թե ներքաղաքական կյանքին, թե առավել եւս տնտեսական ֆակտորով ներկա լինելը փորձում է ապահովի։ Հայաստանը մեղավոր չէ, որ այդ ուղղությունն ընտրել, եթե հարցը շատ էսպես պրիմիտիվ Չէ, պրիմիտիվ չէ, շատ ճիշտ հարց եք տալիս, ընդհանրապես ես իմ բոլոր հրապարակային ելույթներում ասել եմ, որ բոլոր ժամանակահատվածներում առավել եւս անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ուրեմն կաշկանդված չի ցանկացած հարևան եւ ոչ հարևան երկրների հետ ունենալ ռազմավարական, դաշնակցային, նույնիսկ ռազմաստրատեգիական հարաբերություններ։ Ուրիշ բան թե այդ ամբողջ process-ը դիվանագիտորեն ինչպես է կազմակերպելու, որ ոչ թե վնասի, այլ օգուտ բերի իր երկրին եւ ընդհանրապես փորձի աշխարհակահաղական տեսանկյունից մաքսիմալ զերծ-պայի տարբեր աշխարհակահաղական կենտրոնների, մասնավորապես առավել եւս Կրեմլի արտաքին սպառնալիքներին եւ վտանգներին։ Երկաթուղու հարցը, տեսեք, Ռուսաստանը ոնց որ թե ասում է պատրաստ է շարունակել իր պարտավորությունները կատարել այս մասով։ Հայաստանը ցույց է տալիս, որ դա իրեն առնվազն դուր չի գալիս եւ ակնարկում է, որ եթե գործը հասնի ինչ-որ միջազգային եվրոպական դատարաններ, շատ հետաքրքիր մանրամասներ կարող են բացել։ Այդտեղ բումերանգային մեղադրանքներ ու սպառնալիքներ կան։ Եթե մամուլը ուսումնասիրում ենք ու առողջ վերլուծություն ենք տալիս, հետևյալ խոսույթն է պատտվում, տեսեք, այդ խոսակցությունը ընդ որում անցած տարվանից ակտուալ է։ Խոսքը գնում էր կոնցեսիայի հետ տալու մասով, հա, կառավարման մասով, գիտեք, հայկական կողմը պահանջում էր ավելի այսպես ակտուալացնել այդ թեման ու ընդհանրապես քանի որ խայտարակ վիճակում է հայկական երկաթուղին, ինչ խոսք այդ մասին բոլորն են ոչ թե ակնարկում, այլ ուղի խոսում, այստեղ խնդիրներ, որ կառավարման խնդիրն է, խնդրեմը, եւ հետեւաբար ռուսական կողմին պահանջում էր, որ կամ ձեր պարտականությունները հավուր պատշաճի կատարեք, կամ կոնցեսիան մենք եկեք կառավարումը հանձնեք մեզ։ Այստեղ այդ ժամանակահատվածում եղավ խոսակցություն, որ նաեւ Ղազախ, Իջևան, հայտնի Ֆիոլետովը, Լերմոնտովը այդ հատվածի երկաթուղու վերաշահագործման, վերականգնման
հատվածը պետք է տեղի ունենա, հետևաբար դա Ռուսաստանի պարտականությունն է որպես այդպեսին։ Կարծեմ եղավ խոսակցություն, որ ռուսական կողմը ասեց, որ մենք կստանձնենք նման գործառույթ, այնպես ինչպես որ խոսքը եղավ Ախուրիկ երասխի հատվածը։ Բայց կարծես այստեղ էլի որոշակի անհամաձայնություններ կան, առավել եւս որ հիմա ձգձգվում է հատկապես Մեղրու հատվածի, այդ Նռնաձոր Մեղրի Օրդուբադ տանող հատվածի երկաթուղու 40-ից 44 կիլոմետրի հատվածը, այդտեղ էլ ընդ որում ասեմ աշխարհաքաղաքական տեսանկյունից լուրջ այլ ընկալում կա, որ դա հատուկ է արվում, որ ձգձգեն, որտեղ օրինակ ռուսական կողմը բավարարված չի, հատկապես նոյեմբերի 9-րդ մասը, որ անմնացորդ է հիմա մնում, որտեղ դա ի կադար չածվեց հողի վրա, հետևաբար թրիպի մասով փորձում է իր այդ ենթակառուցվածքային հատվածով մասնակցություն ունենալ։ Այդտեղ են Ռուսաստանը։ Բայց այստեղ նաև ուրիշ խնդիր կա։ Տեսեք, խնդիրը հետևյալն է. հայկական կողմը, այստեղ այդ որ ասում են բումերանգային պահանջներ ու մեղադրանքներ, հայկական կողմը ասում է, որ դուք տարեկան, եթե շարունակում եք կոնցեսիայի կառավարումը, դուք պարտավոր եք $2 միլիարդ ուրեմն հատուցումներ անել տարեկան կդրվածքով։ Հիմա տեսեք, ռուսական երկաթուղիների ղեկավարը Բելազյորովը այլ բան այսօր ասում, ժամեր առաջ հայտարարություն արեց, որ այդ դեպքում է Հարավկովկասյան երկաթուղին ինչքան ներդրումներ է ունեցել կատարած, ու այնտեղ միջին հաշվարկներ կա 2008-ից 25 թվական 200 միլիոն, այդքանի էլ դուք պետք է փոխհատուցում։ Այսինքն այստեղ ստացվում է տնտեսական սպառնալիքներ, քաղաքական համատեքստում տնտեսական սպառնալիքներ ու այդ ամեն ինչը բերում է նաև առևտրաշրջանառության ամբողջական դաշտ։ Արդյունքում այդտեղ է, որ վտանգը ես տեսնում եմ Հայաստանի համար, որովհետև ինչ խոսք այս պահի դրությամբ դեռևս մեր հիմնական շուկան աշխարհագրորեն ուզենք դա չուզենք դե ֆակտո եւ դե յուրե Ռուսաստանի Դաշնությունն է։ Հիմա այնտեղից ամեն րոպեի դրությամբ կարող է ինչ-որ ճգնաժամ եւս արհեստական ստեղծվի, որը բնականաբար ազդելու է հայ տնտեսվարողին։ Ինչեւ որ մինչեւ որ կետը Ռուսաստանը կարող է շարունակել իր պատժամիջոցները, որտեղ ավարտում դրանց դրամաբանությունը։ Տեսեք, ռուսական կողմը շատ հետաքրքիր դիվանագիտական, այսպես փաթեթավորված, պաթետիկ գեղեցիկ ձևակերպում է, որ չի ներխուժում, չի ներգրավում Հայաստանի ներքաղաքական կյանքին, ընդունում է սուվերենությունը, ինքնիշխանությունը, որ Հայաստանը կաշկանդված չի, իր մասով ցանկացած երկեր, բայց պաշտոնական խոսություն այդպես Դե հետևաբար հասկանում ենք, որ ուրիշ բան է, թե ինչ են խոսում, օրինակ Զախարովան ինչպես է մեկնաբանում, Պեսկովը ինչպես է մեկնաբանում, ուրիշ բան թե ընդհանրապես վարկագիծը իրենց ինչպիսին է, հա։ Հետևաբար այստեղ իրենք ավելի ուղիղ ու ավելի բնականաբար ամեն երկիր իր ազգային շահերից ելնելով է ասում, բայց այստեղ տեսեք, գիտեք, իմ մոտ հետևյալ տրամաբանությունն եմ ես փորձում հասկանալ իրենց ու վերլուծությունս բերում է հետևյալին։ Իմ մոտ կա տպավորություն, որ այդ տեսեք օրինակ Ադրբեջանը այս պահին ինչ է պահանջում Հայաստանից։ Պահանջում է, որ սահմանադրությունը փոխի, ընդ որում ասում է հայ ժողովուրդը թող փոխի։ Տպավորություն է, որ գործող իշխանություններին այլևս չի վստահում եւ ասում է հանրաքվեի միջոցով անցկացրեք եւ սահմանադրությունից հայտնի հռչակագրի մասը դուրս բերեք։ Հիմա ռուսական կողմը իսկ ցանկության դեպքում իշխանությունները չեն կարող նախաձեռնել այդ սահմանադրությունը։ Իրենք լավ էլ հասկանում են, ուրիշ բան, որ ես ինչ եմ ուզում ասեմ դրանով, որ կա պահանջ այս պահին, որքան էլ ուզում եմ ասեմ, ռուսական կողմը նայում է, օրինակ ասում է մի վարքյան, եթե օրինակ Ադրբեջանը նման պահանջով է հանդես գալիս, որ հանրաքվե անցկացրեք, փաստացի այսօր Հայաստանի առաջ դրված է երկու պահանջ, երկու երկրներից։ Տվյալ դեպքում ասում է, դե ես էլ այդ դեպքում նույն ձևով, նույն ֆորմատով կպահանջեմ, որ թող հայ ժողովուրդը հանրաքվե անցկացնի, մնում է ԵԱՏՄ-ում, թե դուրս է գալիս։ Եթե դուրս է գալիս, թող ինքը մտածի, թե հաջորդ օրինակ 25-30 տարիների ընթացքում առհասարակ Եվրոմիության ընտանիք ինտեգրվելու հնարավորություն կա, առավել եւս անդամ դառնալու, թե ոչ հետագան թող իրենք որոշեն իրենց տնտեսական ճակատագիրը։ Ես այս տպավոր, այս շրջանակներում ընդ որում ասեմ, իշխանությունների մասով էլ տեսեք թմկահարում են ինքնիշխանություն, բայց ստացվում է տարբեր հիմա հարևան երկրներ, այդ թվում Ռուսաստանը նման պահանջներով է հանդես գալիս։ Հիմա նույն տրամաբանությամբ էլ Թուրքիան օրինակ պահանջում է, ասում է, մինչև Ադրբեջանի հետ հարաբերությունները չկարգավորեք, դիվանագիտական հարաբերություններ չեն կանի, սահմանները չի բացվի։ Եթե նույն լոգիկայով դիտարկենք, կարող է օրինակ Իրանը օգտվի նման պատեառիտից, ասի դե օրինակ թրիպի մասով էլ դե հանրաքվե անցկացրեք, որոշենք։ Քան որ Ադրբեջանից խոսեցիք, կներեք, ես ուղղակի կուզենայի ձեր կարծիքը լսել հայ-ադրբեջանական հարաբերություններում ներկայումս ինչ միտումներ եք տեսնում։
Տեսնում եմ, որ հարաբերական անդոր է Դա բավականին ժամանակ արդեն կա։ Նաև վերջին իրադարձությունների համատեքստում ես ուզում եմ ըմբշամարտի աշխարհի առաջնության այդ հանգամանքը նշել, որտեղ Հայաստանը ըստ էության մասնակցություն ունեցավ, սկզբում ասում էին չի գնա հավաքական, հետո գնաց, մի բան էլ ավելի ոսկի շահեցին այնտեղ հիմնությունը հայտնեցին, որ լավ դիմավորել են, որևիցե ինցիդենտ տեղի չի ունեցել, պատշաճ կերպով անցկացվել է, չնայած որ մի քանի դեպք եղել է, որ ինչ որ դրական միտում, ինչ որ հեռանկարի հետ կապված, չգիտեմ, կա ինչ որ բան, որը սա իրոք մեզ սպորտային կոնտեքստից դուրս պետք է ուրախացնի մեզ։ Սպորտը եւ մշակույթը միավորող դերակատարություն ունի։ Իրենք այնպիսի սեգմենտ են։ Բայց երկար ժամանակ ոչ մի առաջնության, ոչ մի հայ մարզիկ, նույնիսկ այլ երկրների կազմում չէր գնում, բացառիկ դեպք է, իհարկե միջպետական հարաբերությունը, որը դերևս արկա չկարավել եւս դե յուրե դե ֆակտո հիմա փորձում են այդ միջոցներով փորձում են կիրառել, որը իհարկե ընդհանուր առմամբ կնպաստի այս լարված ֆոնին, այս անտագոնիզմի ու թշնամանքի ֆոնին, որովհետեւ բայց սպորտն էլ մի ուրիշ տիպի մրցակցություն է, այդտեղ էլ մեկը այդ միջ մշակութային հաղորդակցությունը, որ լինելու է սպորտը, որ կա, արդեն իսկ ինքը միավորիչ դերակատարություն կարող է ունենալ։ Դա սթափեցնելու, դա հնարավորություն ստեղծելու առիթ է ու հարթակ, որովհետեւ այդ հարթությունից անցում լինի ավելի քաղաքական, դիվանագիտական դաշտ։ Դա մեթոդ է, որ ցույց տան, որ օրինակ ինչ որ մի պահից սկսած արդեն թոթափվել է արկա այդ լարված հարաբերությունները, միջէթնիկ հարաբերությունները հայ-ադրբեջանցի, բայց այդուհանդերձ այդ սպորտը ինչքան օգնում է, այդքան է վնասում է, որտեղ կա պայքար այդուհանդերձ։ Բայց այսինքն դա արհեստական ինչ որ բան չէր, դա ինչ որ process-ի շղթա մի մաս էր, հա։ Դա տեսեք սոցիալ-տնտեսական, քաղաքակրթական, տնտեսական, մշակութային այս ամբողջ համատեքստում փորձում են կապեր ստեղծել, տվյալ դեպքում երկու հարևանները ու թոթափվել, սթափվել, հասկանալ, որ մի պահ է եկել, երբ որ պետք է հարաբերվենք։ Էլի, այսինքն զերծ մնանք այդ անտագոնիզմից, թշնամանկից, ատելությունից, անցում կատարենք ավելի կառուցողական դաշտ, իսկ դրա լավագույն միջոցը, օրինակ, ցույց տալ, որ եթե դու գնում ես Բաքու ու նորմալ վերադառնում ես, ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Նույն տրամաբանությամբ Երևան կարող են ժամանել, մասնակցել, հետ գնալ։ Պարոն Կարապետյան, մեր ժամանակն ավարտում է, ես կխնդրեմ կես խոսքով, ուղղակի քան որ վաղը մեկնարկում է 9-րդ գումարման ազգային ժողովի առաջին նիստը, ուղղակի կարճ, ինչ կարծիք ունեք, ինչ կանխատեսումներ, որովհետև ասում են ոչ մի բան չի փոխվել, քաղաքական ուժերը նույնն են, դերակատարները եւ այլն։ Կարճ խոսքով ձեր կարծիքի կոնսպիրոլոգիայով կարելի է չզբաղվել, հստակ կարող եմ ասել, որ ցավոք իհարկե ինչ որ ասեմ, կրկին տեսնելու ենք, եթե ասում ենք, որ այնտեղ փորձում են կառուցողական դաշտ, կառուցողական ընդդիմություն, իշխանություն, այդ նորմալ, հա, դասական խորհրդարան տեսնելու, ես այդ ակնկալիքը պապագում եմ, բայց չեմ կարծում, որ մենք դրա ականատեսը կլինենք, ես ավելի քան վստահ եմ, որ կրկին բումերանգային մեղադրանքներ, անգամ ծեծուջարդ, վանկարգումներ, անվանարգումներ, հայոյանքներ լինելու են, ցավով եմ նշում, որովհետև փորձը ցույց է տվել, որ առողջ խորհրդարան դեռևս մենք չենք ունեցել, որ չհամաչենք անգամ իրանց փոխարեն ու իսպանական ամոթ չզգանք իրանց փոխարեն։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, այսքան արգել է հեռուստատոներ, մեր հյուրն էր միջազգային ագետ Դավիթ Կարապետյանը։